Պարոն Ասլյան, դուք հատկապես հայտնի դարձաք Վանաձորի քաղաքապետի ընտրություններից հետո, երբ իշխանությունը անարդար վարվեց եւ կալանավորեց ձեզ։ Վանաձորում ձեզ հիշում են դրանից առաջ քաղաքապետ եղած ժամանակով, թե ավելի շատ ձեր վարկանիշը աճեց կալանավորումից հետո։ Կներեք, ես վարկանիշների համար երբևէ չեմ ապրել, հետեւաբար չեմ կարող ասեմ վարկանիշը աճեց, չաճեց, ես միջև հետո Վանաձորին ծառայել եմ որպես նոտար։ Այսինքն իմ ճանաչելիությունը քաղաքապետ դառնալով կամ կալանավորվելով չի առաջացել կամ ստեղծվել, հետեւաբար ես տենց վարկանիշների համար ուրիշ մարդիկ են ապրում, ես վարկանիշի համար չեմ ապրում, հետնել իմ ոչ միայն կալանավորելն էլ անարդար, այլ նաև վանաձորցիներին տեղական ինքնակառավարման օրինական մարմին ձևավորելն էր անարդար ավելի շատ, որովհետև մենք անձիկ ենք, կարանք լնենք, կարանք չլնենք, բայց Վանաձորը զրկված է ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելու իրավունքից 5 տարի։ Լավ, հիմա երբ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավն է Վանաձորցիները, որոնց հետ հանդիպումները կունենամ, ավելի շատ հիշում են ձեր նոտար լինելու, քաղաքապետ լինելու, անցած թիմ ընտրությունները, թե տարբեր մարդիկ տարբեր ժամանակ, մարդիկ կան, որ միջև հիմա ասեն գալիս են ասում են, որ նոտար եք եղել, ինձ օգնել եք, մարդ կա, ասում է լավ քաղաքապետ եք եղել, մարդ կա, ասում է ինձ գարաժի տեղ չես տվել, ես քեզ այնց խռոված եմ, ուզում ասել տարբեր բնույթի մարդիկ կան, այնպես չի, որ ես ինչ-որ իմ կյանքի մեծ գիտակցական մասը անցել է այն ժողովրդի հետ շփման պայմաններում, ես տարբեր կյանքի էտապներում, տարբեր խավերի մարդկանց հետ եմ շփվել, ուստի տարբեր մարդիկ տարբեր ձևի են հիշում, տարբեր ձևի են գնահատում, մոտենում, իրենց կարծիքը վերաբերմունք արտահայտում։ Համեն դեպքում ուժեղ Հայաստան դաշինքի համասնական ցակի 8-րդ համարն եք, 7-րդ համարն եք, ներողություն, ինչպես է գնահատում այդ դեպքում լավ հնարավորությունները։ Ում հնարավորությունները։ Ուժեղ Հայաստան դաշինքի։ Ուժեղ Հայաստան դաշինքի հնարավորությունները ոչ միայն եւ հատկապես ձերը ոչ միայն ես եմ շատ բարձր գնահատում, այլ ժողովրդի հետ մեր շփումներն են դրա մասին վկայում ու նաև սոցիոլոգիական հետազոտություններն են դրա մասին, դա ասենք այնպես չի, որ մեր ներքին համոզմունքը բավական է ինչ-որ գործնական հաջողության հասնելու համար, ուստի հենց մասնավորապես Վանաձորում, որտեղ ավելի շատ եմ ես այս վերջին շրջանում քարոզարշավին մասնակցում, շատ բարձր եմ գնահատում ուժեղ Հայաստան կուսակցության հաղթանակի հավանականությունը եւ հուսով եմ, որ ամսի 7-ին մեր համաքաղաքացիները, նաեւ լոռեցիներն ու հայաստանցիները իրենց որոշումը կկայացնեն եւ ձայնը կտան փոփոխություններ բերող, դրական փոփոխություններ ու անցնցում փոփոխություններ բերող ուժի առաջնորդին, որպեսզի Հայաստանը այլևս չլինի թույլ, որպեսզի Հայաստանը չլինի անպաշտպան, որպեսզի Հայաստանը լինի բարեկեցիկ, մարդիկ ծայրահեղ աղքատության մեջ չապրեն, որպեսզի գործազրկությունը հավասարեցնենք մինիմումի, որպեսզի մեր երիտասարդ ընտանիքները հնարավորություն ունենան մատչելի բնակարաններ ձեռք բերելու, մեր բուժօգնության կարիք ունեցողները հնարավորություն ունենան 20%-ով ավելի տեղորայք էժան ձեռք բերելու եւ ընդհանրապես թե գյուղերում մթերման կայաններ ունենան, որպեսզի մրգի կամ իրենց արտադրանքի ծավալները չտուժեն, այսինքն համոզված լինեն, որ կվաճառվի։ Ընդհանրապես մեր երկրի պաշտպանունակության բարձրացման, տնտեսության հզորացման եւ դրանով հանդերձ մեծ ուժեղ դիվանագիտության մեր երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու համար։ Թերևս գաղտնիք չէ, որ հատկապես Լոռու մարզում ուժեղ Հայաստան դաշինքի վարչապետի տեխնացու Սամվել Կարապետյանը եւ ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը լինելով Տաշիրից, թերևս Տաշիրում ոչինչ չկար անելու քարոզարշավի առումով, այդպես է, թե այնուամենայնիվ ոչինչ չկար անելու, մարդկանց քարոզելու, որ ընտրեն ուժեղ Հայաստանը։ Այո, իրենց հայրենի արմատներին միշտ կպած են եղել, երբեք
թե Սամվել Կարապետյանը, թե Կարապետյանների ընտանիքը իրեն օտարված կամ իրենք այնքան շատ բան են արել տաշիրում, իրենց չեն պահել, այդքան կարողություններով, այդքան ունեցվածքով հանդերձ միշտ կապված են եղել իրենց գյուղին, իրենց հողին, իրենց ռեգիոնին ու նաև Լորվա ռեգիոնին, ուստի այնտեղ իրենք ոչ ճանաչելիության, ոչ ներկայանալիության խնդիր չունեն, կարծում եմ, որ թե տաշիրեցիք, թե լորեցիք, թե Հայաստանի այլ մարզերի բնակիչները, հաշվի առնելով Սամվել Կարապետյանի անցած ուղին, նրա կյանքը, նրա պատմությունը, ուժի, նոր ստեղծված ուժի չախտոտվածությունը, այս ներքաղաքական ներկապնակում որոշումը կայացնեն եւ կընտրեն ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի։ Այդ առումով ինչպիսին է պատկերը Ալավերդիում, Թումանյանում, Սպիտակում, դու Վանաձորում որոշակի որևէտեղ կա խնդրահարույց վիճակ։ Ես գնահատականներ չեմ կարող տալ, խնդրահարույց ցանկացած տեղում էլ դա ընտրություն է, դա ցանկացած պահի, ցանկացած ինչ-որ իրավիճակում միջև ամսի 7-ը կարող են մարդկանց որոշ խմբերի տրամադրություններ դեպի մեզ փոխվել, ես շատ ավելի մեր արդյունքը լավը լինի, հետևաբար դա գնահատանքը կտա արդեն ժողովուրդ ամսի 7-ի ընտրություններում եւ ես կարծում եմ, որ Լոռու մարզը մեր համար հիմնական բազային թիրախային ռեգիոններից մեկն է, որովհետեւ ով եթե ոչ լորեցիկ պիտի կարողանան գնահատել, ճիշտ գնահատել եւ ճիշտ որոշում կայացնել։ Հաշվի առնելով ձեր հանդեպ կիրառված անարդարությունը այս ընտրություններում ինչ եք կարծում իշխանությունը անարդարության որևէ լծակներ կկիրառի։ Ինչ ես այս իշխանությունների ցանկացած վատ, ցանկացած բացասական, ապօրինի, ոչ ստանդարտ որոշումներ սպասում եմ, այնպես որ այս իշխանությունները ես չեմ կարող նշել իրենց վարվելակերպի որևէ դրական կողմ, որ մտածեն, որ բացասականն ու դրականը համադրելի լինի, ուստի ամեն ինչ սպասելի է, իրենք չեն էլ թաքցնում, իրենց ամենօրյա գործողություններով, ամենօրյա վերք ու դիրքով ցույց են տալիս, որ իրենց համար կարևոր իրենց վերարտադրությունն է եւ ոչ թե Հայաստանի քաղաքացիների բարեկեցությունը, Հայաստանի ապագան, այլ իրենց համար կաղապարվել են եւ ժողովրդին պարտադրանքի տակ տանում են այն ուղղության, որը որ հայկականության հետ բնավ կապ չունի, որը որ արդարացի չէ այս պահին, եւ կարծում եմ հենց ժողովուրդը այդ ամենը հաշվի առնելով ու զգայական նաեւ ֆոնի վրա գնալու է եւ իրենց հակառակ ընտրություն կատարել։ Ամեն դեպքում Թերևս դուք ընդհանուր շտաբի մաս եք կազմում։ Ես շտաբի մաս չեմ կազմում, ես քաղաքական քարոզչության մասով եմ։ Ես ուզում եի հարցնել, ուժեղ Հայաստանում պլան B կա անարդարությունների դեմ պայքարելու համար։ Անարդարությունը Վանուժը Հայաստան կուսակցությունը փառք Աստծո այնքան ներուժ հնարավորություններ, մարդկային ռեսուրս եւ միտք, իրավաբանություն ունի, որ ցանկացած իրադրության պայմաններում կա նախանշված կամ ստեղծվելիք իրադրային պլաններ։ Ներսեք կարող այս հարցը դες դուր չգա, բայց Սամվել Կարապետյանի հայտարարությունը, որ ես հետընտրական քայլերի չեմ գնալու, ինձ համար կամ հաղթանակ չի լինելու հետընտրական քայլերի գնալու, որովհետև հաղթելու ենք հենց ընտրությունների միջոցով, ոչ թե հետընտրական բանի չի գնալու, այլ կարիքը չի լինելու, որ գնա։ Ես ուզում եի հարցնել ձեր երեք տեղի ունեցավ հանրահավաքը, ստեցության եզրափակիչ եւ քարոզարշավն էլ իր դրամաբանական ավարտին է մոտենում, վաղը վերջին օրն է, հաշվի առնելով մարդկանց մասնակցությունը, կխնդրեի ասել, թե ինչպես կգնահատեք ձեր հաղթելու հավանականությունը, ըստ ձեզ, հաշվի առնելով մարդկանց այս ընթացքում, այս բոլոր քարոզարշավի ընթացքում, մարդկանց մասնակցությունը եւ քանի տոկոս ըստ ձեզ կկարողանաք հավաքել։ Ուրեմն ամենաանշնորհակալ գործն է ոչ սոցիոլոգի, ոչ մասնագետի կողմից թվերով խոսելը նախընտրական շրջանում։ Դա կստացվի, ինչպես ասում են, մարդիկ հիմնականում հորինում են պատերազմների, որսի եւ ընտրությունների ընթացքում, ուստի ես զերծ կմնամ թվային տվյալներ նշելուց, իմ զգայական եւ որպես ընտրություններում երկու անգամ հաղթած մարդ, ընտրական պրոցեսներով անցած մարդ, ես մեր քարոզարշավը գնահատում եմ շատ բարձր որակյուն մակարդակի, դինամիկ, կամած ծնագնդի էֆեկտով զարգացող եւ ոչ թե էյֆորիկ, ուստի մենք քարոզչա մեր
գործընթացը, քարոզչական գործընթացը 3 ըստ էության հասցրեցինք պիկին եւ մենք տեսանք, որ հանրապետության հրապարակը լեբլեցուն էր, իսկ դա գոնե թե վերջին տարիներին ես նման հրապարակ լեբլեցուն չեմ հիշում, ուստի դուք հաշվի առեք այդ հանգամանքը, որ դա ոչ թե ուժի ցուցադրություն էր, այլ ընդամենը մեր իրազեկման լայնամասշտաբ ակցիաների հանրագումար, որը որ ավարտվեց հանրապետության հրապարակում այդ տասնյակ հազարավոր ցուցարարների հոծ բազմության ներկայությամբ եւ շատ դրական էներգետիկ միջավայրում կարծում եմ, որ այդ էներգիան Հայաստանի մարզերով տարածվելու է եւս 2 օր եւ մարդիկ արդեն իրենց ընտրական տրամաբանությունը ավարտուն տեսքով կգնան ամսի 7-ին եւ կկատարեն ընտրություն եւ մենք կունենանք շատ բարձր հաղթական արդյունքներ։ Ես մի հարցեր տամ, որ ձեր կոչը, ձեր խոսքը ընտրողներին, գուցե առավելապես նրանց, ովքեր դեռ չեն կողմնորոշվել թե ում ընտրեն։ Ես կոչ կանեի այն մեր քաղաքացիներին, ովքեր դեռևս կողմնորոշված չեն, որպեսզի այս ընտրություններին մոտենան ոչ թե հերթական քաղաքական ընտրությունների, կուսակցությունների, անձերի նկատմամբ ունեցած իրենց տեսակային, ճաշակային վերաբերմունքով, այլ մոտենալ այս ընտրություններին որպես գոյաբանական պայքարի մի հանգրվանի, որովհետև Հայաստանի Հանրապետությունը առավել քան երբևէ այսօր կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ եւ այդ մարտահրավերները լուծելու այս խարխափող այս մեր ընթացքը դեպի անդուտ կահավիժող ընթացքը կանգնեցնելու համար պետք է լուրջ առաջնորդություն իր միջազգային կապերով ու հեղինակությամբ իր անձի շուրջը ստեղծված դրական աուրայով ներհայաստանյան կյանքում համերաշխություն ու համախմբում բերելու համար եւ այդ ամենով հանդերձ մեր երկրի շուրջը դրական իմիջ ստեղծելու միջոցով երկրի խնդիրները լուծելու վերաբերմունք պիտի ունենալ այս ընտրություններին մենք կանգնած ենք ջրբաժանի առաջ որտեղ մի նժարին դրված է հայկականությունը, մեր հավատը, մեր պետականությունը, մեր ինքնիշխանությունը, մեր ընդհանրապես լինելիությունը որպես պետական, քաղաքական միավոր այս խայտաբղետ տարածաշրջանում եւ մյուս կողմում արկածախնդրություն, պարտվողականություն, թուլություն, ճնշման ու պարտադրանքի պայմաններում որոշում կայացնելու անընդունակ իշխանություններ։ Ոստի այստեղ տրիվիալ է կարծում եմ ընտրությունը եւ մեր համակարգացիները, մեր համերկրացիները պիտի իրենց որոշումները կայացնեն ելնելով համեմատություններով, համեմատություններ անելու միջոցով եւ ընդհանրապես ծանրութեթև աներով եւ ոչ թե այսրոպեական կամ ինչ-որ քարոզչական հնարքների, կեղծ ֆեյքերի ու չգիտեմ ինչ տարածվող տեղեկատվության պայմաններով։ Եվ